Գրում ու գրում են։ Եվ ինչն է ամենից ահավորը։ Գրում են բանաստեղծություններ։ Ինչ լավ կլիներ, եթե այդ գրչակների ամբողջ ցեղախումբը կամ մեզնից յուրաքանչյուր չորրորդ խելարի ձեռքը տային գործիքներով արկղիկն ու ուղարկեին որևէ իսկական աշխատանք կատարելու։ Բարև ձեզ բարեկամներ, այս խոսքերի հեղինակը գրականագետ չէ, խստապահանջ գրական քննադատ չէ, այլ բանաստեղծ է։ Նա հռչակավոր «Խոտի տերևներ» գրքի հեղինակն է։ Ամերիկայի մեծագույն բանաստեղծներից մեկը, ժամանակակից պոեզիայի հիմնադիրը, լրագրող, նրան հաճախ անվանում են համաշխարհային դեմոկրատիայի երգիչ և ուրբանիստական պոեզիայի նախակարապետ։ Իսկ այն, ինչ որ դուք լսեցիք, դա իր հոգին է արտահայտված բանաստեղծության մեջ, և այսպես նա գրավեց աշխարհի ուշադրությունը։ Մի բանաստեղծ էր աշխարհ եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Walt Whitman անունով, ով ծնվեց մայիսի 31-ին 1819 թվականին և դիմեց ամբողջ աշխարհին։ Երկիրը խոսում էր մեկ բանաստեղծի ձայնով։ Walt Whitman-ի պոեզիան համակված է խորին հարգանքով աշխարհի նշանավոր ազգերի, այդ թվում հայերի հանդեպ, և բնական է, որ այսպիսի հոգին պիտի գրեր զարմանահրաշ մի բանաստեղծություն ողջույն աշխարհին։ Այս բանաստեղծության մասին է խոսքը։ Ամենուրեք տեսնում եմ տղամարդկանց և կանանց, տեսնում եմ մտածողների լուսավոր եղբայրությունը, տեսնում եմ մարդու ստեղծագործ հոգին և աշխատասիրության պտուղներն եմ տեսնում։ Ես ողջունում եմ երկրի վրա ապրող բոլոր մարդկանց, ուր էլ որ լինես, դու ներհուն հայ, որ խորհում ես Եփրատի վտակների մոտ, դու, որ զննում ես Նինվեի ավերակները և բարձրանում ես լյարն Արարատ, և դուք, ով էլ որ լինեք, ուր էլ որ ապրեք, և ում էլ որ ես անվանեմ, ողջույն, ողջույն և սեր իմ և Ամերիկայի կողմից։ Մեզնից յուրաքանչյուրը անփոխարինելի է, մեզնից յուրաքանչյուրը անսահման, և յուրաքանչյուրը այս երկրի իրավունքը ունի։ Յուրաքանչյուրս մեր մեջ կրում ենք հողի հավերժական նպատակները, մեզնից յուրաքանչյուրը հավասարապես աստվածային է։ Սիրելի բարեկամներ, այս մեկ հատիկ բանաստեղծությունը, այն մի քանի տողը, որ ես կարդացի, արդեն պատկերացում են տալիս մեզ համար սիրելի և աշխարհում բացառիկ մեծ համարում ունեցող բանաստեղծի Walt Whitman-ի մասին։ Մենք մշտապես անդրադարձել ենք հանրակրթության խնդիրներին և մեր նպատակը միշտ նույնն է եղել՝ փնտրել այն ծիլերը, այն լավ օրինակները, այն դրական արարքները, ձեռնարկները, որ իրականացվում են այդ ոլորտում, քանի որ համոզված ենք, ինչպիսի սերունդ կունենանք այսօր, այդպիսի ապագա էլ վիճակված է մեր հայրենիքին։ Օրերս Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում անցկացվեցին ավարտական պետական քննություններ և տարբեր ֆակուլտետներում մեր ուսանողները ներկայացրին իրենց աշխատանքները, իրենց հետազոտությունները, ավարտելով բակալավրիատի բաժինը։ Ես ներկա էի հումանիտար ֆակուլտետի գրականության և լեզվի քննությանը և պիտի ներկայացնեմ մի զգացում սրտիս մեջ, որը մեզ պիտի համակի լավատեսությամբ։ Նոր սերունդ է գալիս, սիրելի բարեկամներ, բարձրանում է երիտասարդ Հայաստանը, և այդ ծիլերը, որ մենք այսօր տեսնում ենք, պիտի գուրգուրենք, որպեսզի նրանք աճեն, մեծանան ու դառնան մեր ապագան։ Երիտասարդ բանաստեղծները ներկայացնում են իրենց աշխատանքները, որոնք վերաբերում էին շատ կարևոր թեմաների, մասնավորապես շատ հետաքրքիր էին գրականությանը վերաբերող թեմաները։ Ալվինա Ամիրյանը ներկայացրեց Ղազարոս Աղայանը մանկագիր
իր հետազոտությունը Լարիսա Արզումանյանը կերպարակերտման առանձնահատկությունները Ռաֆու պատմավեպերում, Սիրանուշ Աբազյանը հետազոտել էր ժողովրդական բանասության տեղը Արցրունյաց տան պատմության մեջ, Էլիա Խեմչյանը Մամիկոնյան հերոսների կերպավորման առանձնահատկությունները 5-րդ դարի հայ պատմագրության մեջ։ Այս թեմաները անչափ կարևոր էին, բայց կարևոր էր հատկապես այն սերը, որով մեր երիտասարդ հետազոտողները, բանասերները խոսում էին հայ մշակույթի մասին։ Բացառիկ կարևոր էր ու հետաքրքիր Էմիլա Զանդյանի աշխատանքը, որովին նորություն էր, սոցիալական ցանցերի ազդեցությունը մեր գրական լեզվի բառապաշարի վրա։ Հետազոտությունը նոր էր, ինքնատիպ եւ բոլորս լսեցինք մեծ ուշադրությամբ ու մեծ հավատով լսվեցինք, որ լավ հետազոտողներ են գալիս, լավ բանասերներ մեր հասարակական կյանքի մեջ։ Շատ հետաքրքիր էին լեզվաբանական թեքում ունեցող աշխատանքները։ Նոնա Մելիքբեկյանը ներկայացրեց եղանակավորության լեզվական հնարավորությունները եւ դրանց դրսեւորումը Համոս Սահյանի քննարկության մեջ, իսկ Արգինե Օհանյանի հիանալի աշխատանքը վերաբերում էր քերականական զուգաձևությունների ոճական կիրառություններին Պարուս Սևակի պոեզիայում։ Սա բացառիկ հաջողություն էր եւ ես անկեղծորեն պիտի ասեմ, որ Երևան մայրաքաղաքը շատ բան ունի սովորելու Իջևանի համալսարանից կամ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղից։ Ինչ է պատճառը, ես չգիտեմ։ Հավանաբար պատճառը նրանց դասախոսներն են, որովհետև այն ջերմությունը, որով շրջապատել են իրենց սաներին, այն ուրախությունը, որ փայլում էր նրանց աչքերում, դա աննկարագրելի մի տեսարան էր։ Նայում էի ուրախանում, հպարտանում, ինձ էին մոտենում դասախոսները եւ հարցնում էին, ինչպես ձեզ դուր եկավ իմ աղջկա պատասխանը, իր աղջիկը հենց իր ուսանողուհին է։ Այս ծնողական վերաբերմունք, այս հոգատարությունը, այս ջերմությունն է, որ կրթական համակարգի հիմքն է, սիրելի բարեկամներ, ոչ թե զանազան միջոցներ, ոչ թե տեխնիկական հնարավորություններ, ոչ թե նոր բառապաշար, ոչ թե ծրագրեր, այլ պարզապես պարզ մարդկային սեր, որը հրաշքներ կարող է գործել։ Թեպետ պիտի ասեմ, որ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում նաև տեխնիկական հաջեցվածությունը հիացմունք էր առաջ բերում։ Ուսանողները հոլովակներ էին պատրաստել, մենք տեսնում ենք իրենց աշխատանքի նկարները էկրանին եւ նրանք մեկնաբանում էին իրենց նյութը աշխուժ գեղեցիկ քայլերով, ոչ մեկ թերացում։ Դուք պատկերացնում եք, բանավոր խոսքի մեջ ոչ մի թերացում ու դրան զուգահեռ կար գնահատելի ու շատ թանկ հուզում։ Արդյունքն աչքերին ուսանողը խոսում է հայոց լեզվի մասին, Պարուս Սևակի Համոս Սահյանի մասին։ Այս սերն է, որ մեզ համար պիտի հիմք դառնա վաղվա համար։ Սա բացառիկ հաջողություն էր, ահա ինչու ես ցանկացա իմ այս զգացումները կիսել ձեզ հետ, ասելու համար, որ շատ մեծ հեռանկար կա մեր գիտության, մեր հասարակական կյանքի եւ հատկապես հանրակրթության ոլորտում։ Ահա ինչու շատ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել հումանիտար ֆակուլտետի լեզվի եւ գրականության ամբիոնի դասախոսներին, որ այդքան հոգատարությամբ աճեցրել են սաներ մեր մշակույթի համար։ Նաեւ հատուկ ուզում եմ գնահատել աշխատանքը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մեհեր Օթարյանի, շնորհակալություն հումանիտար ֆակուլտետի դեկանին եւ հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Ավակյանին։ Ես վստահ եմ, որ այս լավ աշխատանքը մեզ դեռ պիտի ուրախացնի առաջիկայում։ Այս աշխարհում երջանկություն կարող են ճանաչել միայն երազող հոգիները։ Մենք միշտ երազում ենք կամ ձգտում ենք կերտել մեր երազանքը։ Եվ մեր ժամանակակից արվեստի մեջ երևի ամեն ինչ շատ արտահայտված է հենց մեր ժողովրդի երազանքը։ Ահա ինչու ես այնպես անհուն սիրով սիրում եմ ժամանակակից գրականությունը եւ ժամանակակից արվեստը առհասարակ։ Ես այսօր պիտի խոսեմ ժամանակակից արվեստի ճգնաղ երկերից մեկի Հուսո Արագաստի մասին։ Այս երգը սորական երաժշտական ստեղծագործություն չի, այլ մեր ժողովրդի հոգուց բխած մի մեծ երազանք։
Տեսեք, ինչ խոսք է բերում երգը։ Բարիշ ծովի վրա, մեր հույսերից ծնված նավակ, լողա, ծովերն ի վեր, պարզած ջերմակ առագաստներ, վերցրու քեզ հետ սրտերը մեր լեռներից խաղաղ հողեր, վերցրու քեզ հետ խաչված քարեր, ծով դաշտերից ոսկե հասկեր, մեր կիրիջո անմար երգով, մեր պապերի կարոտ երկրով, հուսո ջերմակ առագաստով, հասիր բաց ծով։ Ինչ քնքուշ խոսքեր եւ ինչ մաքուր աղոթք։ Ահա սա է, որ Հայաստանը պիտի փրկի, ահա այս ճանապարհով է, որ մենք պիտի գտնենք մեր ուժը ու մեր տեղը պատմության մեջ։ Վերցրու քեզ սրտերը մեր լեռներից խաղաղ հողեր, վերցրու քեզ խաչված քարեր, ծով դաշտերից ոսկե հասկեր, մեր կիրիջո անմար երգով, մեր պապերի կարոտ երկրով, հուսո ջերմակ առագաստով, հասիր բաց ծով։ Վերցրու քեզ խաչված քարեր, ծով դաշտերից ոսկե հասկեր, մեր կիրիջո անմար երգով, մեր բաբերի կարոտ երկրով, հուսո ջերմակ առագաստով, ասիր բաց ծով։ Վերցրու քեզ սրտերը մեր լեռներից խաղաղ հողեր, վերցրու քեզ խաչված քարեր, ծով դաշտերից ոսկե հասկեր, մեր կիրիջո անմար երգով, մեր բաբերի կարոտ երկրով, հուսո ջերմակ առագաստով, հասիր վերցրու քեզ սրտերը մեր լեռներից խաղաղ հողեր, վերցրու քեզ խաչված քարեր, ծով դաշտերից ոսկե հասկեր, մեր կիրիջո անմար երգով, մեր բաբերի կարոտ երկրով, հուսո ջերմակ առագաստով, հասիր բաց ծով, հուսո ջերմակ առագաստով, հասիր բաց ծով։ Ես հաճախ եմ մտնում գրախանութ, որովհետև գրքերի աշխարհում փնտրում եմ այն, ինչ որ կատարվում է իմ հայրենիքում եւ այն, ինչ որ պիտի կատարվի։ Մետրոյում տեսա գրքերի մի տաղավար, մոտեցա, հետաքրվեցի, նայեցի, աշխատակցուհին այդ գրախանութի ինձ առաջարկեց ամենից շատ վաճառվող գրքեր, կամ ինչպես ինքը ասաց, օտար բառով բեսթսելերներ։ Ես այդպես էլ չսիրեցի, չընդունեցի այդ բառը։ Ինչևէ, նույնիսկ անունները գրանցի, ինչ ինձ առաջարկեցին։ Մարիա Քորելլի, Ադամ Գրանտ, Թրեյսի Շևալիե, Մայք Մեյհակ, Էրիկ Էմանուել Շմիդ, ահա թե ինչ գրքեր ինձ առաջարկեցին։ Միանգամից ու վճռականորեն ինձ բնորոշ ոճով մերժեցի դրանք։ Իսկ ինչ ցանկանեիք, ինչ ճիշտ եք ուզում մեր գրախանութում տեսնել, ես ասացի իմ սիրելի գրողի գիրքն եմ ուզում։ Հայեցի, հայ ոգով, հողից բխող խոսքով, հայ սիրտը պաշտպանող գրողի գիրքն եմ ուզում տեսնել, Պերճ Պրոշյան։ Վաճառողուհին զարմացած նայեց, թե այդպիսի գիրք մենք չունենք։ Նույնիսկ այն տպավորությունը ստացա, որ իրեն անգամ անծանոթ էր,
Պերճ Պրոշյան անուն ազգանունը։ Այո, մենք մոռացել ենք մեր գրականության մեծ դասականին։ Պերճ Պրոշյան, որ ընկերներ Թումանյանի, Աղայանի, Շիրվանզադեի, որ մեծագույն դեմք է եղել ու է այսօր, եւ ինքը պատրաստեց այն ամուր ճանապարհը հայ գրականության համար, որ կերտեց հայրենիք։ Ու այս մարդու հանդեպ մենք պարտք ունենք։ Առավելևս որ նա տաղանդավոր գրող է, գրել է ընտիր վեպեր, բայց ոչ միայն իր գրականությունն է ինձ համար սիրելի, այլ իր մարդկային նկարագիրը։ Գիտեք, որ ստեղծագործողի անձը նույնքան կարևոր է, որքան իր ստեղծագործությունը։ Նույնիսկ ձեզ գաղտնիք պիտի բացեմ, որ գրողները միշտ երկու ստեղծագործություն են ունենում։ Մեկը այն գրվածքները, որ իրենք գրում են, եւ մյուսը իրենց անձը, որ իրենք ստեղծում են։ Այո, մենք բոլորս կերտում ենք մեր անհատականությունը ու մեր ճակատագիրը, եւ գրողների կարևորագույն ստեղծագործությունը նաեւ իրենց անհատականությունն է։ Չէ՞ որ մենք Պարույր Սևակ սիրում ենք ոչ միայն իր պոեմների ու բառաստեղծությունների համար, այլև նրա համար, որ անկրկնելի անհատականություն է կանգնած իր գրվածքների, պոեմների, բառաստեղծությունների թիկունքում։ Եվ այսպես, Պերճ Պրոշյան, ես ուզում եմ իմ սիրելի գրողից ընդամենը մեկ դրվագ հիշեցնել, ինչու եմ սիրում իրեն, իր ամեն քայլը ինձ համար հաճելի է։ Եվ այսպես, ինքն է պատմում իր մասին, թեպետ Պրոշյանի մասին շատերն են հուշեր գրել, Շիրվանզադեն եւ այլ Զորյանը եւ այլ հեղինակներ, բայց ինքն է պատմել իր մասին մի քանի հետաքրքրական հուշ։ Մեկը դրանցից, ընդամենը մեկը։ Ամառվա մի փոշոտ ու տաք օր Թիֆլիսում, պատմում է Պերճ Պրոշյանը, զբոսնում էի։ Եվ մեկ էլ հանկարծ մի հեղեղանման անձրև տեղատարապ սկսվեց, այնպես որ ես գիտեի եւս մի քանի վայրկյան մնամ այս անձրևի տակ ոտից գլուխ պիտի թրջված լինեմ։ Ես անգամ տուն չէի կարող հասնել այդ վիճակում, պատմում է Պրոշյանը։ Եվ քանի որ իր բարեկամներից մեկի տունը, բնակարանը մոտակայքում էր, իրեն նետեց իր բարեկամի ուսուցիչ Հովհաննես Տեր Հովսեփյանցի տուն։ Տանտերը շատ ուրախացավ, բայց քանի որ ինքը զբաղված էր, ուսուցիչ էր, աշակերտ կար իր մոտ, Պրոշյանին տալիս է մի ջիրք, թե դու դրանով զբաղվիր, թե խմիր, մինչև ես իմ գործերը վերջացնեմ ու միանամ քեզ մի քանի ժամից։ Եվ Պրոշյանը թեյի բաժակ դնում էր առջև, թրջված մեր Պրոշյանը, եւ թեյի բաժակ դնելով առջև բացում է այդ ջիրքը։ Այդ ջիրքը ուղղակի կայծակի պայթյուն լինել, ասես։ Այնպիսի տպավորություն թողեց նախ վերնագիրը, ապա հեղինակի անունը Վերք Հայաստանի Խաչատուր Աբովյանց։ Այս բառերը ցնցեցին հետաքրքրությունս, պատմում է Պրոշյանը, եւ կազմին նայելով շվարածի նման շուռումուռ էի տալիս։ Դժվար է պատմել այն տպավորությունը, ասում է մեր դասական գրողը, այն զգացմունքները, որ ներխուժեցին սրտ ներսումս ու մի րոպե արտասուք էին քամում աչքերիցս, մյուս վայրկյանին ուրախություն առաջացնում սրտիս մեջ ու այնքան էի ցնցված, որ նստածս տեղից անհեթեթ ոստումներ էի անում։ Երջանկության մեջ էի ես, գտնելով այն ջիրքը, որ պետք չէր իմ ժողովրդին հենց այդ պահին։ Ես չգիտեի ինչ էր կատարվում ինձ հետ, պատմում է Պրոշյանը, բայց հանկարծ զգացի, որ մեկը ինձ հրում է, ուզում է արտացնել այդ խելացնոր վիճակից։ Պրոշյանը նայում է, տեսնում է, որ իր բարեկամն է, որը զարմացած ուզում է այդ թմբիրից հանել Պերճ Պրոշյանին, արթնացնում է. Այդ տղա, ինչ ես վերացել, խլացել ես, անզգացել ես, 5 րոպե քեզ շարժում եմ, գոռում եմ, չես պատասխանում, ինչ պատահեց քեզ հետ։ Եվ Պրոշյանը պատասխանում է. Ինչ էր այս։ Ասացեք խնդրեմ, պարոն Հովհաննես, ինչ անում Աբովյանցը, այսինչ նորանշան, սքանչելի երևույթ է մեր գրականության մեջ, ուր էր թաքնված մինչ օրս այս անջին գանձը։ Հիացած ասում է Պրոշյանը։ Եվ ինչի, պարոն Հովհաննես, ինչի հետևողներ չունենա Աբովյանցը, ինչի զուրկ պահել մեր ժողովրդին ընթերցասիրությունից, ընթերցանությունից, մինչև երբ պիտի մեր գրականությունը գրագետ դասակարգի սեփականությունը մնա, եւ որոշում է Պերճ Պրոշյանը հետևել Խաչատուր Աբովյանի օրինակին։
Եվ հաջորդ առավոտյան պատում է Պրոշյանը խանութից թուղթ ու թանակ գնեց, փրնչու մոտից 5 կոպեկի հաց եւ ողջ օրը սենյակից դուրս չեկավ։ Պատում է Պրոշյանը, ծունկս սեղան էի շինել եւ գրում էի, սոս եւ վարդիտերն էի գրում։ Պրոշյանը բացառիկ լավ մարդ է եղել։ Այդ է պատճառը, որ նրա մասին անսահման գեղեցիկ հուշեր են թողել շատ գրողներ, կյանքում հետաքրքիր, զմայլանք իսկական, իբրև մարդ, իբրև կերպար, իբրև գրող հրաշալի։ Ստեփան Զորյանը նրա մասին պատմում է, որ նա բացառիկ կարևոր դեր է կատարել հայ գյուղագրության, հայ գրականության զարգացման գործում եւ նրա դերը վիթխարի է այն ճանապարհին, որը տարավ հայ գրականությանը դեպի սիրտը ժողովրդի։ Ստեփան Զորյանն նաև գնահատում էր, որ ժողովրդին սիրելով ու ժողովրդի կյանքը պատկերելով Պերճ Պրոշյանը երբեք չմոռացավ նրանց, ովքեր հարստահարում էին, տանջում էին մեր չքնաղ ժողովրդին։ Սիրելի բարեկամներ, մեր դասականներին միշտ հիշեք, ես ուզում եմ, որ ու իմ երազանք այն է, որ մեր դասականների անունները միշտ հնչեցնենք, միշտ նշեք մեր մեծերի, մեր գրողների, մեր արվեստի մարդկանց ծննդյան օրերը, հիշատակի օրերը եւ հիշենք հունիսի 3-ը Պերճ Պրոշյանի ծննդյան օրն է։ Ժամանակին նա գրական process-ի մեջ առաջին դեմք էր։ Իրանահայ գրականության մեջ Իրանունը տալիս էին բարձր հպարտությամբ ու պարծանքով։ Ծնվել է Թեհրանում 1910 թվականի հունվարի 25-ին։ Ուսումը եղել է տեղական դպրոցներում, ֆրանսիական դպրոցում, հետագայում աշակերտել է Մարգար Էլգարի մոտ, ուսանել է ճարտարապետություն նրա դասընթացներում։ Իրանի պետության կողմից ստացել է պատվոնշան Գոլեստան պալատի նորոգման համար։ Նա Գալուստ-Խանենցն է, մեր գրականության անվանի դեմքերից մեկը, հայ գրականության դասական, սակայն ցավոք իր անունը այսօր քիչ է հնչում։ Մենք մոռացել ենք մեր Գալուստ-Խանենցին, բայց մեր հաղորդաշարն էլ հենց նրա համար է կոչված, որ երբեք թույլ չտանք, որ մեր անվանիները մոռացվեն հանրության կողմից եւ միշտ մեր ժողովրդի առաջ պահելու ենք սրբազան այդ դեմքերը, որպեսզի մենք նմանվենք ինքներս մեզ, որպեսզի մենք նայելով այդ մեծերի դիմապատկերներին, անձին եւ գործին ճանաչենք ինքներս մեզ, իրենցով ճանաչենք, թե ով ենք մենք։ Բարեկամներ, Գալուստ-Խանենցի կենսագրությունը հարուստ է սքանչելի իրողություններով։ Մանուկ հասակից զբաղվել է գրականությամբ, կոչումով գրող էր, հրատարակված բազմաթիվ գրքեր ունի, ժողովածուներ, ամբողջ սրտով, հրաշալի զորություն, բարև քեզ մարդ, հայ ժողովրդի վերածնունդը, պարսկերենի թարգմանված հրաշալի զորություն, բարև քեզ մարդ հատորները։ Գալուստ-Խանենցը եղել է Թեհրանի նոր էջ գրական խմբակցության հիմնադիր անդամներից մեկը եւ ժողովածուներ են հրատարակել նոր էջ անունով ժողովածու իրանահայ երիտասարդ գրողների նոր շարժում էին առաջ բերել հետաքրքրական նորություններով գեղարվեստական բոլորովին նոր ձևերով Խանենցը ժամանակին շատ մեծ մեծարանքների է արժանացել հայաստանյան եւ արտասահմանյան բազմաթիվ կազմակերպությունների կողմից ստացել է մրցանակներ նրա մասին խոսել են միայն այսօր է որ լրություն է այդ մեծ անձի կյանքի ու գործի հանդեպ Գալուստ-Խանենցը մահացել է 1998 թվականի հունիսի 4-ին Թեհրանում այսօրը ինձ համար շատ խորհրդանշական է որտեղ ես այդ տարի հենց այդ օրը Թեհրանում էի եւ ինձ երբ տեղեկացրին որ անվանի բանաստեղծը հիվանդ է եւ գտնվում է հիվանդանոցում ես անմիջապես խնդրեցի որ ինձ ուղեկցեն հիվանդանոց ես պիտի իմ խոնարհումը արտահայտեի իմ ուսուցչի մեր գրականության մեջ մեծ վաստակ ունեցող գրողի հանդեպ Գալուստ-Խանենցը ոչ ոչի չէր ճանաչում եւ երբ ես
աթորս մոտեցիր մահճակալին ու փորձեցի իր հետ խոսել ինքը լսում էր ինձ ասացին որ ամեն ինչ լսում է բայց նա էլ չի կարողանում եւ տեղեկացրին Գալուստ-Խանեցին որ Ափինյանն է եկել Հայաստանի գրողության ղեկավար եկել է ձեզ այցի դա լսելով այնպես ոգևորություն իջավ Գալուստ-Խանեցի դեմքին եւ ես տեսա աչքերից գլորվող արցունքները ինքը դա համարեց հայրենիքի գնահատանք իր վաստակի եւ գործի հանդեպ այդ պահը ես երբեք չեմ մոռանա եւ կյանքում կատարված ամենահետաքրքիր գործերից մեկը որ ես մասնակից եմ եղել համարում եմ դա ես կարողացա անվանի բանաստեղծին վերջին պահին հասնել եւ ասել որ գնահատում ենք ու սիրում ենք իրեն ու հայրենիքն է գնահատում քո վաստակը Ինչ վաստակի մասին է խոսքը սիրելի բարեկամներ Նրանք ովքեր կարդան այսօր Գալուստ-Խանենց իսկ մենք ամեն ինչ կանենք որ Խանենցի վաստակը հայրահարչակվի կտեսնեն մի ազնիվ հոգի որը անվերապահ սիրով սիրել գիտի Առաջին հերթին իր հայրենիքը ապրելով հայրենիքից հեռու նա պաշտամունքի հասնող սեր ուներ Հայաստանի հանդեպ Սրտի խոսքեր էր գրում իր կյանքի իր ընկերների եւ իր հայրենիքի մասին Ահա մի քանի Էջ իր սրտի խոսքերից Գալուստ-Խանենց Ես դժվար անցա զառիվերը նեղ Հավատքիս ճամփին լույսի չհասա Իսկ հիմա կարծես հորիզոն չկա ձգտելու համար Ազատ ու անկաշկանդ երկինքներ չկան երգելու համար Մարդիկ չեն լսում ու չեն հավատում որ մեկը կգա ասում են մարդիկ սիրերգություն է ջիրը հույզերի քաղցածի համար սրունդ չի բերի եւ ոչ էլ հաղթանակ Ես հավատում եմ որ մարդիկ կգան նոր երազներով ուստի փայլում եմ իզից դուրս եկած որ ժպիտ տեսնեմ ու գտնեմ մեկին հավատքի զինվոր որ բարևս տամ այսպես կգրեն Պարս բայց ինչ խորունկ հոգի ինչ հայրենասիրություն ինչ անեմ Ես այս սիրտը ինչ անեմ Հազարատենչ ու կաշկանդ, որ հեռավոր ու վսեմ տան կարոտովն է հիվանդ։ Ես այս աչքերն ինչ անեմ, միշտ գեղեցիկն են փնտրում, եւ պատրանքը կյանքի հետ, շփոթում են, արտասվում։ Ես այս ոտքերն ինչ անեմ, որ միշտ քայլում են դեպ վեր, դեպ արևները բոսոր եւ բարձունքները անverջ։ Էլ ինչ գրեմ։ Ես էլ ինչ գրեմ։ Օրերը գալիս գնում են անդարձ, կյանքիս թեզն է անverջ կարճանում, հասնում սպառման։ Ես ինչպես սիրեմ, իմ սիրածների դեմքին խնդություն, հրապույր չկա, ոչ էլ ցանկություն։ Դուրս կամ ասպարես, վազեմ անարգել, ձայն տամ ու երգեմ, աստղերը լսեն, բայց այս օրերին մարդիկ վրդովված ազատ չեն լսում։ Ես ինչպես խոսեմ։ Քաղաքի երգը աղմուկ ու մորմոկ, ոչ ոք բարձրաձայն չի խոսում անհոգ, սրտանց ճչում եմ, ճիչս արձագանք կունենա մի օր։ Մեկ ուրիշը, իմ մեջ ապրում է մեկ ուրիշը, քաղցած ու անկշտում, նա կանգնած է ճիշերիս մեջ, խոպանուլ էր երազներից խաչմերուկում, և լսում է Շատախոս խղճիս անարձաղանք խոսքերը, ապա փորձում է խավարի մեջ փայփայել լույսը։ Նա աղերս չունի իմ առօրյա կյանքին։ Նա երբեք չի լացել, երբ ես լացել եմ, չի ժպտացել, երբ ծիծաղել եմ, նա չի կարմրել, երբ ցողացել եմ, նա չի տառապել, երբ ինձ դավել են, սակայն նա իմ եսն է, իմ մեջ ամփոփված սովի պես դաժան եւ հավերժորեն անտարբեր, իմ մեջ ապրում է մեկ ուրիշը, դատարկ հայացքներով աշխարհի բոլոր բարիքները ու չարիքները նրա անհատակ աչքերը չեն լսնում, հիմա նա արթնացել է եւ փնտրում է իմ մեջ մեկ ուրիշին։ Եվ վերջին գործը, որ ձեզ պիտի ներկայացնեմ, ես երազ տեսա, հնամյա մի գյուղ, տանիքներ ծեփված, հյուրընկալ տներ, ու մորս տեսա հողե տնակում։ Ու նորից տեսա մի մեծ երեխա, բարձունքին կանգնած, նայում է թռչող հերվի աստղերին, եւ մորս տեսա, երկինքներ ձգտող խիզախ զավակին, կանչում է ասում, լույս որսացողը իր հողե տնից ոտքը չի կտրում։ Ասելի բարեկամներ, այս կանչերի բանաստեցի հետ մենք գործ ունենք, որ ազնիվ ու մաքուր խոսքով խոսեց իր ժողովրդի հետ, ցույց տվեց, որ մենք ամենքս
մեկ ճակատագիր ունենք եւ մեկ նպատակ անհուն սիրով սիրել մեր հայրենիքը։ Նա ծնվեց, որպեսի դառնա իր ժողովրդի փառքը։ Նրա տաղանդով, նրա դերասանական արվեստով հիանում էր ոչ միայն հայ հանդիսատեսը, այլև ողջ աշխարհը։ Նա սովորել էր, որ պիտի գրավի դահլիճներ, նա պիտի կարողանար բոլոր լեզուներով խոսել մեծ արվեստի մասին եւ ներկայացնել այդ մեծ արվեստը։ Նա հայ դերասան, մեծ արտիստ Վահրամ Փափազյանն էր եւ հունիսի 5-ը իր հիշատակի օրն է։ Այսօր ես պիտի ձեզ ներկայացնեմ ոչ միայն կամ ոչ թե դերասան Փափազյանին, այլ առաջին հերթին ու նախ եւ առաջ գրող Վահրամ Փափազյանին։ Ստեփան Զորյանը կարդալով Փափազյանի գրությունները այնքան էր հիացել, որ նույնիսկ այդպիսի միտք արտահայտեց Զորյանը, որ գրողների միությունում անգամ խոսքը Հայաստանի գրողների միության մասին է, այսպիսի գեղեցիկ վսեմական ոճով գրող մենք հեղինակ չունենք եւ առաջարկեց, որ Վահրամ Փափազյանին ընտրեն Հայաստանի գրողների միության անդամ։ Այսօր ես ձեզ ներկայացնեմ մեկ դրվագ Վահրամ Փափազյանի սքանչելի գրչից։ Իսկապես այսպես գրող մենք հեղինակ չունենք։ Խորհուրդ եմ ձեզ տալիս կարդալ Վահրամ Փափազյանի երկերը, գիտեք որ տարբեր 5 հատորով տպագրված է հետադարձ հայացք նրա գրքերի շարքը, որ բացառիկ արժեք ունեցող հրատարակություն է։ Ես այսօր մեկ էջ պիտի ձեզ ներկայացնեմ իր էսսեն Սիամանթո։ Հետևեք, ինչպես կարելի է Հայաստանը բարձրացնել մեկ անձի օրինակով, ինչպես կարելի է հայ գրական ոճը այսպես հղկել ու փայլեցնել։ Հայրենը հնչում է իբրև ադամանտ Վահրամ Փափազյանի գրչի տակ։ Եվ այսպես Սիամանթո, թե հնարավոր լիներ մեր այս ներկա ժամանակներում ոգեկոչել մեր թվականությունից շատ առաջ ապրած եզեկիերին, կենթանացնել մեռյալներին, կրկնում եմ, եթե հնարավոր լիներ այսօր լսելի դարձնել անլուր ոչիրների դեմ ծառացող այս ահարկու փոթորիկը, այսօր մենք կտեսնեինք մեր աչքի առաջ Սիամանթոյին։ Սիամանթոյին, որի ձայնը խոսում է ու կխոսի այսօրվա հայի ականջին, ինչպես եւ իր ստեղծած ահարկու պատճերները, այն լեզվով, որ ինքը ստեղծեց, որ իրենը եղավ, որով ի խոսեց ինքը, որով ոչ ոք չխոսեց իրենից հետո։ Ռուս ժողովուրդը մեծ ժողովուրդ է, թարմ, առողջ, հսկա ժողովուրդ, հարուստ ու հոյակապ գրականություն ունի եւ այդ գրականության մեջ իր հսկան Պուշկինը։ Հովհաննես Թումանյանը իր ստեղծագործական ողջ կենսագրության ընթացքում մեծ հետաքրքրություն ու սեր է ունեցել Պուշկինի սքանչելի գրական ժառանգության հանդեպ։ Հունիսի 6-ը ռուս գրականության մեծագույն դեմքի Պուշկինի ծննդյան օրն է։ Այսօր մենք պիտի անդրադառնանք Պուշկինի կյանքի հայկական հետքերին։ Ինչ կապ ունի Հայաստանի հետ, որտեղ է եղել Հայաստանում, ինչ կարծիք է հայտնել Հայաստանի մասին։ Մենք այսօր չենք խոսի իր գրական ընկերների հետ, թեպետ պետք է իմանալ, որ իր շրջապատում շատ նշանավոր հայեր են եղել, Պուշկինը մտերմություն է ունեցել աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հետ եւ ուրիշ շատ անձինք, որ մտերմություն են ունեցել ռուս գրականության հանճարի հետ։ Մենք պիտի անդրադառնանք այն ճանապարհին, որ անցել է Պուշկինը դեպի Հայաստան։ Գիտեք, որ 1829 թվականին նա գալիս էր Էրզրում եւ այդ ճամփորդությունը հիմք դարձավ իր սքանչելի գրքի համար ճանապարհություն դեպի Արզրում։ Արզրումը դա հայկական Կարին քաղաքն է։ Պուշկինի այս նշանավոր ճամփորդությունը ձգվել է 5200 կիլոմետր։ Պուշկինը սիրում էր ճամփորդել եւ այս ճամփորդության
ընթացքում մեկ նպատակ ուներ՝ հասնել Պասկևիչի բանակին 1828-29 թվականներին ռուս-թուրքական պատերազմներ ընթանում եւ Պուշկինը որոշել էր մասնակից դառնալ այդ ռազմական գործողություններին, մեկնել գործող բանակ։ Հասնում է Թիֆլիս մեր բարեկամը, Պասկևիչից թույլտվություն է ստանում մեկնել Հայաստան գործող բանակ։ Այնուհետև գնում է Շուլավեր, Բորչալու եւ այդպես շարժվում է դեպի Հայաստան։ Առաջին գավառը, որտեղ հայտնվում է ռուս գրականության մեծագույն հանճարը, դա մեր սքանչելի լոռին է։ Եվ Պուշկինը համեմատում է, ասում է՝ իմ առջև բացվեցին սքանչելի տեսարաններ, նոր հորիզոն, ոտքերիս տակ փռված էր բուրավետ կանաչ մի աշխարհ, ես մի անգամ էլ նայեցի արևից խանձված Վրաստանին ու սարի թեթև զառիվայրի լանջով սկսեցի իջնել Հայաստանի թարմ դաշտավայրերը։ Հաջորդ կանգառը Ստեփանավանն է։ Այստեղ Ստեփանավանում, այն ինչ որ մենք այսօր ենք կոչում Ստեփանավան, իսկ հնում Ջալալօղլի, գյուղացիները նրան հյուրասիրում են թարմ կաթով ու պանրով։ Մի կերպ ասում է, բացատրվեցի նրանց հետ, տանտիրուհին իր համար բերել է կաթ ու պանիր եւ մի քիչ հանգստանալուց հետո նա անցնում է Բազումի լեռնաշղթան եւ այն լեռնանցքը, որով Պուշկինը իջնում է Լորվա հարթավայր, կոչվում է իր անունով, այսօր հայտնի Պուշկինի լեռնանցքի մասին է խոսքը։ Բազումի լեռնաշղթայի այդ կետի մոտից մի ես լծած հասարակ սայլի է հանդիպում Պուշկինը, սայլի մեջ ուղեկցող մի քանի մարդ կային, նրանք գալիս էին Պարսկաստանից, Պուշկինը դիմում է նրանց եւ հարցնում, որտեղից եք գալիս, պատասխանը լինում է Թեհրանից, ինչ եք տանում, Գրիբայեդին, լինում է պատասխանը, այո, դա Թեհրանում սպանված Գրիբայեդովի դին էր, որ ճանապարհին Պուշկինը հանդիպեց իր բարեկամին, նրանք ոչ միայն ծանոթ էին, նրանք սրտակից հարազատներ էին, նույնիսկ մի անգամ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբայեդովը կատակով ասել էր Պուշկինին, մի երկրի համար արդյոք շատ չենք երկուսս էլ Ալեքսանդր Սերգեևիչ, այդտեղ, որտեղ Պուշկինը հանդիպել է Գրիբայեդովի դին բերող սայլին, աղբյուր հուշարձան կա, իբրև նշան այդ ճակատագրական եւ այդ կարևոր հանդիպման։ Լեռնանցքից հետո Պուշկինը կարճ ճանապարհով իջնում է դեպի Վարաձոր, այն գյուղը, որ ժամանակին կոչվում էր Ժդանով, նախկին Ղշլաղը, լինում է այդտեղ, այնուհետև անցնում է Բազում գյուղի մոտից, գնում է հին ճանապարհով եւ թեքվում է դեպի Սպիտակ, այնուհետև Սպիտակից ճանապարհը նրան տանում դեպի Պարնի գյուղ, Պուշկինը լինում է այդտեղ, ճանապարհը պիտի տաներ դեպի Գյումրի եւ այդ ընթացքում հանկարծ իր առջև բարձրանում է մի սքանչելի սար, Պուշկինը հարցրել է, այս ինչ սար է, նրան պատասխանել են դա Արարատն է, բայց կարծում է որ սխալվել է, որովհետեւ այս տարածքից Արարատը չի երևում, հավանաբար խոսք է գնացել Արագածի կամ այլ մի սարի մասին, բայց բոլոր դեպքերում Պուշկինը իր գրքում գրում է, որ ես տեսա վեհատեսիլ Արարատը, ագահաբար նայում էի բիբլիական սարին, տեսնում էի այնտեղ Նոյան տապանը, որ կանգ էր առել նրա գագաթին նորոգման ու նոր կյանքի հույսով, այստեղից էր դուրս թռավ աղավնին, այստեղից էր դուրս թռել ագրավը, Նոյան ագրավը եւ արժեր այս դժվար ճամփորդությունը, որ կատարեցի, որպեսզի ես հանդիպեմ վեհափառ Արարատին։